Բարև ձեզ հարգելի բարեկամներ, այսօր կշեղվենք մենք մեր հիմնական թեմայից, այսինքն հիմնական թեման որն է, բժշկությունը, դեղաբույսերը եւ այլը, այսօր կխոսենք մի կարևոր հարցի մասին, որ ամառվա ընթացքում կարող է պատահել ցանկացած մարդու հետ եւ յուրաքանչյուրը պետք է կարողանա ցույց տալ առաջի օգնություն։ Ամառվա ընթացքում մենք ամենուր կարող ենք հանդիպել մեղուներին, կրետներին, բոռերին, ոչ միայն ամառանոցներում, այլ գյուղական միջավայրում, ինչու՞ չէ նաև քաղաքում, այգիներում։ Այդ միջատները վխտում են ամենուր եւ կարող են խայթոց առաջացնել, իհարկե մենք պետք է խուսափենք նրանց հետ բախվելուց, բայց եւ այնպես եթե խայթում են, ապա կարող են առաջանալ բարդություններ, Աստված մեհարասցե, երբեմն լինում են դեպքեր, որը վերջանում է մահվան ելքով, մեղվի խայթոցը։ Միջատները խայթելուց նրանք իրենց խայթը թողում են մաշկի մեջ, թողնում են մաշկի մեջ եւ խայթը ներարկում է նաեւ թույնը, որի ժամանակ տվյալ տեղում առաջանում է բորբոքում, կարմրություն եւ ցավ։ Բացի դրանից կան մարդիկ, որոնք այդ տհաճ զգացողությունը կտելու տհաճ այդ զգացողությունից բացի կարող են լինել նաեւ օրգանիզմի ալերգիկ հակազդեցություն։ Շատ մարդիկ կան, որ ալերգիկ են, ինչը կարող է ալերգիկ չի, բայց այդ մեղվի թույնը, որը կազմված է սպիտակուցների խառնուրդ է իրանից ներկայացնում, սպիտակուցներից կարող է օրգանիզմում առաջացնել ալերգիկ հակազդեցություն։ Այդ դեպքում առաջանում է կվինկեի այտուց եւ անաֆիլակտիկ շոկ։ Մեղվին իր խայթելուց հետո անջատվում է մեղվի մարմնից եւ մնում է մաշկի մեջ, ապա պետք է աշխատել, որ այդ խայթից արագորեն անջատել, բաժանվել, քանի որ նա դեռևս մեղվի մարմնից անջատվելուց հետո էր դեռևս օրգանիզմը ներմուծում թույն։ Կվինկեի այտուցի եւ անաֆիլակտիկ շոկի դեպքում առաջանում են տարբեր տեսակի երևույթներ, գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, քոր, ցան, մարմնում, գոտկային եւ հոդերի շրջանում առաջանում են ցավեր, բազմաթիվ տհաճ զգացողություններ, ընդհանուր թուլություն, ընդհուպ մինչեւ ուշաթափություն։ Դրանցից այդ երևույթներից խուսափելու եւ դրանց դեմ առաջի օգնությունը ցույց տալ պարտավոր են յուրաքանչյուրը, որովհետեւ կարող է անգերոջդ հետ, օրինակ իմ ընկերներից մեկը անցյալ տարի հրաշքով փրկվեց մահից, մինչեւ որ հասրեցինք հիվանդանոց, հենց խայթել էր իր սեփական մեղվափետակի մեղուն։ Եվ շատ ծանր դեպք էր մեր համար, որովհետեւ մեքենայի մեջ ուշաթափվեց, խառնվեցինք իրար բան, մինչև հասցրեցինք հիվանդանոց եւ աստուկամքով փրկվեց։ Ինչ պետք է անեք այս դեպքում։ Այս դեպքում առաջի օգնությունը, որ անմիջապես այդ խայթը հեռացնեք։ Դրա համար կամ եղունգներով, կամ ինչ-որ պուճուր ունելիով այդ խայթը հեռացնում եք։ Պետք չի, որ սեղմեք այսպես մաշկը բան, որ ինքը դուրս գա, որովհետև եթե սեղմում եք, դուք ճնշում եք մաշկին եւ այդ թույնը մեղվի ավելի կարող է տարածվել։ Դրա համար պետք է, որ եղունգով կամ ինչ-որ ունելիով, եթե ունեք ձեռքի տակ, հեռացնել։ Հեռացնելուց հետո, եթե դա այնպիսի պայմաններ է, որ դուք դաշտի մեջ չեք, տնային պայմաններում է կամ ինչ-որ հարմար պայմաններ կա, պետք է այդ խայթի կտրելու տեղում դնեք թռչոցներ ջրատնի պերօքսիդով, կալիումի պերմանգանատով, իսկ եթե դրանք էլ չկան, ապա աղաջրով։
աղաջուր է կանում, մի թեյի գտալ, մի բաժակ ջրի մեջ լուծում եք աղա, թռչոտ է կանում եւ դնում եք այդ խայթած տեղի վրա, դա բորբոքային գործընթացը սկսում է հետ զարգանալ, կարմրությունը անցնում է եւ այլ։ Իմիջիալոց ծանր է այն դեպքերը, երբ մի քանի միջատներ են կծում, ոչ թե մեկը, այլ մի քանի միջատներ են կծում, այս պարագայում գործընթացը ավելի ծանրանում է։ Իսկ եթե չունի ալերգիա մի միջատ է կծը, ապա 1-ից 5 օրվա ընթացքում այդ երևույթները ցավներ, այդ խայթոցի կարմրաստեղներ եւ այլը անցնում են, իսկ եթե դեմքն է այտուցված աշկերի տակը եւ այլ, այն կարող է տևել մինչեւ 1 շաբաթ։ Մյուսը այդ խայտը հեռացնող եւ թռչոցները դնելուց հետո ասում եմ, եթե ոչինչ չկա, ապա ամենահարմարը դա աղաջուրն է, որը եւ ամենից լավն է, ասեմ ձեզ, եթե վիճակը վերևում, որ ասեցինք ինչպիսի երևույթներ կարող են առաջանալ, ալերգիկ, ապա այս դեպքում կարող եք տալ հակալերգիկ միջոցներ, դիմետրոլ, պիպորֆեն, սուպրաստին, կալցի քլոր, 1 ճաշի գտալ 3 անգամից, կարդիամին 20-ից 30 կաթիլ կարող եք տալ եւ հիվանդի վիճակը կլավանա։ Կարող եք բնականաբար, եթե վիճակը ծանրանում է, դիմում եք շտաբօգնություն, իսկ մինչև շտաբօգնության գալը, եթե Աստված մի արածը կարող է առաջանալ սրտի կանգ, շնչառության կանգ, ապա այս դեպքում կատարում եք փակ սրտի մերսում եւ կարող եք տալ բերան արհեստական շնչառություն։ Գիտեք, նորից եմ կրկնում, Աստվածյանի դեպքը կատարում է 1 անգամ, կարող է մի քանի անգամ մարդուն մեղուն կծի ոչինչ չլինի, բայց վերջի անգամ կծի եւ դա լինի ճակատագրական, այնպես որ պետք է այդ միջոցներից օգտվեք եւ զգույշ լինեք մեղուների, մեղույա, կրետա, բոռա, այդպիսի միջատների խայթումից, որ ամառվա ընթացքում վախտում են, պետք է լինեք զգույշ։ Դες ասեցի, որպես սա կատարեք կանխարգելիչ, մինչև եթե ծանրանում է բուժօգնության գալը, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա այս բաները կատարել։ Սառը թռչոտ եթե չկա, դաշտում է գտնվում կամ բան, ապա հանքային սառը ջրերով, սառը հյութերով կարող եք այդ թռչոցները դնել, որպեսզի բորբոքային գործընթացը չզարգանա։ Իսկ մինչև բորբոքային գործընթացի զարգանալը ես դες ուզում եմ ցույց տամ իմ քսուկները։ Հարգելի բարեկամներ, գնալով քսուկները իմ ավելի, այսպես ասած, լայն մասշտաբներ, որը ինձ ուրախություն է պատճառում, ոչ միայն ֆինանսական, այլ նաև սրանք բնական միջոցներ են եւ մարդիկ շատ գոհ են այս քսուկները օգտագործելուց։ Անահիտ քսուկն է, նորից եմ կրկնում, բոլոր քսուկները ոչ մի քիմիական տարր իրենց մեջ չեն պարունակում, բոլորը բնական միջոցներով։ Ունի այսպիսի գույն, սա հենց բույսի գույնն է։ Անահիտը դա մեր դիցուին է հեթանոսական շրջանի։ Մյուսը Մարիա քսուկը, Մարիան, Ավե Մարիա, ես դրել եմ Աստվածամոր անունով, ինչու՞ չէ, Սյուզի կամ ես իմ չգիտեմ ինչ դնելու փոխարեն, դնենք մեր Աստվածամոր անունով։ Գույնը այսպիսին է, դա նույնպես բույսի գույնն է, հրաշալի քսուկներ են, իսկ սա Կարինե քսուկն է, որը իմ լուսահոգի կնոջ անունով եմ դրել, Կարինե քսուկը, որը հրաշքներ է գործում, հրաշքներ, Կարինեն չկա, բայց իր անունով քսուկը հրաշքներ է գործում, հրաշալի կոսմետիկ քսուկ, հրաշալի ցավազրկող, գոտկացավեր, հոդացավեր, նույնիսկ երրորակ ներվի ցավերը կարողանում է այս քսուկը չեզոքացնել, իսկ գումարած դրան նաև հրաշալի կոսմետիկ միջոց է, շատ փափուկ հեշտությամբ ներծծվում է,
Եվ այս բոլոր քսուկները, որոնք կոսմետիկ նպատակներով են պատրաստված, դեմքին տալիս են պայծառություն, լավացնում են շրջանառությունը, այրան, մաքրում են դեմքի վրայի թերացած հին մահացած բջիջները, դեմքը ստանում է իր նորմալ գույնը, ստանում է փայլ, էլաստիկություն, ու բնականաբար կնոջը տալիս է հիանալի տեսք եւ գեղեցկություն։ Հարգելի բարեկամներ, այսօր հասկան եմ, ես անգամ ցույց կտամ նաև իմ գրքերը, քանի որ մեկը չկա, ալկաման վերջացել է եւ նոր պետք է նորից տպագրենք, աշխատեմ, որ դա լինի արագ, որտեղ ցանկացողները շատ են։ Ցտեսություն, առողջություն, միշտ նոր հանդիպում։